FBI-ը Սպիտակ տան դեմ ուղղված խոշոր ահաբեկչական հարձակում է կանխել, որին ըստ պաշտոնական աղբյուրի նաև Կալիֆոռնիայի բնակիչներ են մասնակցել։ Այն պետք է իրականացվեր Թրամփի 80-ամյակին նվիրված մարտարվեստի մրցաշարի ժամանակ։ Նախատեսում էին օգտագործել պայթուցիկներով դրոններ Սպիտակ տան ու հարակից տարածքների ուղղությամբ։ FBI-ը ձերբակալել է 5 կասկածյալի։ Նրանք ցանկացել են կրակել մարդաշատ հավաքույթի ուղղությամբ, փախչող մարդկանց պետք է ուղղորդեին դեպի դիպուկահարները։ Երրորդ խումբը պետք է գրոհեր Սպիտակ տան մուտքերը։ FBI-ը տեղեկությունը ստացել է հունիսի 10-ին, առաջին ձերբակալությունը կատարվել է Օհայոյում։ Կասկածյալներից մեկի մոր ահազանգով։ Արագ գործողությունների շնորհիվ ծրագրված հարձակումները կանխվեցին, հայտարարել է FBI-ի տնօրեն Քաշ Պատելը։ Ըստ պաշտոնական աղբյուրների, կասկածյալները թիրախավորել էին բարձրաստիճան պաշտոնյաներին եւ մեծահարուստներին։ Ցուցակում եղել են Թրամփը, Վենսը, Մասկը եւ հայտնի այլ գործիչներ։ Ձերբակալվածներից երկուսը Կալիֆոռնիայից են, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հետաքննությունը շարունակվում է, գործով անցնում են 19 հոգի, որոնք կիսվել են քարտեզներով ու լուսանկարներով։ Կասկածյալների պաշտպանները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Իրանի միջուկային գաղտնիքները հայտնվում են տեսուչների աչքի առաջ, Թեհրանը համաձայնել է։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լոս Անջելեսի օդանավակայանում, ով է մեղավորը։ Թրամփը հրամայում է արագացնել զենքի արտադրությունը, պատերազմ թե խաղաղություն։ Սպիտակամորթ ծնողների սևամորթ երեխան, բժիշկների սխալը աննկատ չի մնացել։ Արջը տան պատուհանից Կալիֆոռնիայում գազանի հարձակման հերթական դեպքն է գրանցվել։ Եվ թողարկման երկրորդ մասում սպասեք ամերիկյան երազանքի խորհրդանիշի մասին հետաքրքիր մանրամասներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար Իրանը համաձայնել է ընդունել միջուկային տեսուչներին։ Սենսացիոն հայտարարությունը արել է փոխնախագահ Վենսը, նրա խոսքով ԱՄՆ-ն եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կօգնեն Իրանին ոչնչացնել հարստացված ուրանի պաշարները։ Հուշագրի մանրամասները կհրապարակվեն ուրբաթ օրը Շվեյցարիայում։ Խնդիրն այն է, որ նախկինում Թեհրանը մերժում էր միջուկային տեսուչների վերահսկողության գաղափարը։ Իրանի հետ բանակցություններում մեծ դեր են խաղացել Քաթարն ու Պակիստանը։ Վենսը վստահ է, որ տեսուչների վերադարձը տեղի կունենա շատ արագ։ Իրանը պետք է կատարի իր պարտավորությունները, որպեսզի ստանա ակնկալվող օգուտները, նշել է ԱՄՆ փոխնախագահը։ Հորմուզի նեղուցը առաջիկա 60 օրվա ընթացքում կլինի ազատ եւ անվճար։ Իրանի նախագահ Փեզեշքյանը համաձայնագրի նախապատրաստումը կարևոր ձեռքբերում է համարում, սակայն նա հավելել է, որ վերջնական համաձայնագիրը դեռ պատրաստ չէ։ Կողմերը շարունակում են աշխատել տեխնիկական մանրամասների վրա։ Մեկ լուր Լոս Անջելեսից փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել Լոս Անջելեսի Whiteman օդանավակայանում։ Փրկարարները օդաչուին հաջողությամբ դուրս են բերել խցիկից։ Օդանավի միակ ուղևորը 77-ամյա տղամարդն է եղել, որը ստացել է թեթև վնասվածքներ։ Նա նախ հրաժարվել է բուժօգնությունից, բայց ավելի ուշ որոշել է գնալ հիվանդանոց։ Ինքնաթիռից արտահոսել է մոտ 5 գալոն վառելիք, սակայն հրդեհ չի եղել։ Օդանավակայանի աշխատակիցները եւս չեն տուժել։ Օդանավակայանի անձնակազմը հավաքել է բեկորները։ Դեպքի մասին տեղեկացվել են Դաշնային ավիացիոն վարչությունը եւ ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը։ Դեպքի հանգամանքները դեռ պարզվում են, օդանավակայանը շարունակում է աշխատանքը բնականոն հունով։ Վերադառնանք միջազգային թեմաներին, Իրանի հետ հաշտության լուրերից հետո միջազգային շուկայում նավթի գները նվազել են։ Ամերիկյան նավթի գինը իջել է 4,8%-ով, այն այժմ կազմում է 80,75 դոլար։ Սա վերջին 3 ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, սակայն շատ մասնագետներ չեն շտապում խնդիրը լուծված համարել։ Նրանց գնահատմամբ իրավիճակը անկայուն է եւ կարող է փոխվել ամեն օր։ Հորմուզի նեղուցի վերաբացումը մեծ մարտահրավեր է լինելու, այնտեղ ներկայումս մոտ 500 նավ է կանգնած։ Թրամփը վստահեցնում է, որ նեղուցով նավթի փոխադրումները վերսկսվել են, սակայն այդ նավթը դեռ շուկա չի հասել։ Պակասը լրացնելու համար ԱՄՆ-ն իր ռազմավարական պաշարներից է զգալի ծավալի նավթ շուկա հանում։ Արդյունքում այդ պաշարները նվազել են ու հասել են 1983 թվականի մակարդակին։ Դա արդեն վտանգավոր լինելու չափ ցածր է։ Հակառակ Թրամփի լավատեսությանը շատ վերլուծաբաններ ավելի
ավելի վաղ էին զգուշացրել, որ ծովային փոխադրումների կարգավորման համար ժամանակ է պետք, անգամ ռազմական ու քաղաքական արգելքները վերացնելուց հետո նավերի երթևեկությունը չի կարող մի ակնթարթում նորմալանալ։ Մասնագետները կարծում են, որ դա կտևի 2-ից 3 ամիս, գրեթե նույնքան էլ կպահանջվի, որ նավթի գները վերադառնան նախապատերազմական մակարդակին ու կայունանան։ Թրամփը ամերիկյան պաշտպանական ընկերություններին ստիպում է զենք արտադրել ավելի արագ ու ավելի շատ։ Պատճառն այն է, որ Իրանի հետ պատերազմի հետևանքով ԱՄՆ զենքի պաշարները խիստ նվազել են։ Թրամփը ակտիվացրել է պաշտպանական արտադրության ակտը, այն օգտագործվում է արտակարգ իրավիճակների ժամանակ եւ նախագահին թույլ է տալիս ընկերություններին տալ արտահերթ հրամաններ։ Զենքի պաշարները լրացնելու համար պաշտպանության նախարարը կոնգրեսից պահանջել է $350 միլիարդ չափով լրացուցիչ ֆինանսավորում։ Թեև Հեքսեթը ժխտում է զինամթերքի դեֆիցիտի փաստը, տարբեր աղբյուրներ, այդ թվում նաև պաշտոնական, դա են պնդում։ Դեմոկրատները դեռ դժկամություն են ցուցաբերում ֆինանսավորման հարցում, հանրապետականները փորձում են լուծումներ գտնել, իսկ Թրամփը շտապեցնում է։ Ոստիկանների կրակոցներից 1 տարեկան երեխա է մահացել Միսիսիպիում Walmart խանութի կայանատեղիում։ Իրավապահները կրակել են մեքենայի ուղղությամբ, որի մեջ նաև փոքրիկն է եղել։ Ահազանգը գողության մասին էր, սակայն ընտանիքը պնդում է դա սուտ է։ Պաշտոնական աղբյուրները պնդում են, որ վարորդը փորձել է հարվածել ոստիկանին, ըստ պաշտոնյաների, միայն այդ պահին է ոստիկանը կրակ բացել։ Գործի մեջ ներգրավված իրավապաշտպաններից մեկը նշել է, թե մայրը փորձել է ոստիկաններին զգուշացնել, որ մեքենայի մեջ երեխա կա։ Ըստ իրավապաշտպանների, դա անտեսել են ու կրակել մեքենայի վրա, ինչը անդառնալի հետևանք է ունեցել։ Տարածքում տեսախցիկներ են եղել, դեպքի առթիվ հանրային հետաքրքրությունը հաշվի առնելով իրավապահները խոստացել են տեսանյութերը հրապարակել, սակայն դա կարվի միայն հետաքննության ավարտից հետո։ Ֆեդերալ դատախազները Մինեսոտայում մեղադրանք են առաջադրել 15 անձի, նրանք խոչընդոտել են ներգաղթի դեմ պայքարի միջոցառումներին։ Մեղադրյալները փորձել են արգելափակել դաշնային գործակալների կողմից իրականացվող ձերբակալությունները, նրանք գործել են կազմակերպված եւ ծրագրված։ Մինեսոտայի դաշնային դատախազը նշել է, որ կասկածյալները բռնությամբ ընդդիմացել են դաշնային օրենքի կիրառմանը։ Մեղադրյալները եղել են Direct Action Minnesota խմբի անդամներ։ Դատախազի խոսքով նրանք պատրաստված են եղել հետախուզման եւ պլանավորման համար։ Այս գործողությունները սկսվել էին հունվարին, երբ մեկնարկել էր Operation Metro Surge գործողությունը։ Դաշնային գործակալները մտել էին Մինեապոլիս, բնակիչները սկսել էին ակտիվ հետևել նրանց տեղաշարժին, միմյանց ու պոտենցիալ թիրախներին տեղյակ պահել դաշնային ծառայողների տեղաշարժի մասին։ Տարեսկզբից Մինեսոտայում սկսված գործողությունների հետևանքով պարբերաբար բախումներ են եղել տեղի ակտիվիստների ու դաշնային գործակալների միջև։ Գործողության ընթացքում եղել է ավելի քան 4000 ձերբակալություն։ Իշխանությունները պնդում են, որ սա պայքար է խարդախությունների դեմ։ Մեղադրյալներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում, որոշ անձինք ունեն լրացուցիչ մեղադրանքներ կապված գույքի ոչնչացման հետ։ Դա կարող է հիմք դառնալ ավելի խիստ պատժի համար։ Ֆլորիդայի հեռավոր վայրում գտնվող ներգաղթյալների կալանավայրը Ալիգատոր Ալկատրասը դատարկվում է։ Այսը կալանավորներին տեղափոխում է այլ հաստատություններ, նշվում է, որ արվում է անվտանգության նպատակով։ Մոտենում է փոթորիկների շրջանը, ինչը վտանգ է ստեղծում կալանավորների անվտանգության համար։ Ֆլորիդայի նահանգապետի խոսքով այս հաստատությունը մշտական չի եղել, այն բացվել էր 2025-ի հուլիսին որպես ժամանակավոր կենտրոն։ Ֆեդերալ կառավարությունը ֆինանսավորել էր նահանգին հատկացնելով լրացուցիչ ավելի քան $600 միլիոն փոխհատուցում։ Կալանավայրը գտնվում է Big Cypress ազգային արգելոցում, այն հաճախ էր քննադատության թիրախ դառնում։ Կալանավայրի ոչ բավարար պայմանների պատճառով հարուցվել են բազմաթիվ դատական հայցեր, այնուամենայնիվ ապրիլին դատարանը թույլատրել էր պահել կենտրոնը։ Կալանավայրի հետագա ճակատագիրը դեռ անորոշ է։ ԱՄՆ հարավային նահանգներում հզոր ջրհեղեղներ են, մարդիկ մնացել են բառիս բուն իմաստով ջրի մեջ։ Մեքենաներն անհետացել են ջրի տակ, Թեքսասում ջուրը ճանապարհներ է ծածկել, առաջիկա օրերին ևս եղանակը կմնա վտանգավոր։ Տեղումների քանակը ժամում կարող է հասնել 5 դյույմի։
Օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է հեղեղումների հավանականության մասին, վտանգի տակ են Թեքսասը, Լուիզիանան, Միսիսիպին և Ալաբաման։ Մեքսիկայի սահմանից եկող խոնավ օդը ուժեղացնում է տեղումները, դա կարող է հանգեցնել նաև արևադարձային փոթորիկի ձևավորմանը։ Ծովափնյա շրջաններում հնարավոր են ուժեղ քամիներ։ Միջին արևմուտքի համար ևս վտանգավոր նորություններ կան, այստեղ շաբաթվա կեսին սպասվում են ուժեղ փոթորիկներ։ 38 միլիոն մարդ գտնվում է տորնադոյի վտանգի գոտում։ Քամու արագությունը կարող է գերազանցել ժամում 75 մղոնը, իսկ Կալիֆոռնիայում և Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան հատվածում տիրում է աննախադեպ շոգ։ 13 միլիոն մարդ գտնվում է շոգի վտանգի գոտում։ Ջերմաստիճանը 20 աստիճանով բարձր է նորմայից, դա խիստ մեծացնում է հրդեհների վտանգը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Երկու երիտասարդ կին մահացել են Կալիֆոռնիայի լողափերից մեկում Սանտա Քրուզից հյուսիս։ Կանայք հանգստանում էին լողափում, երբ հանկարծ ալիքները նրանց քշել են դեպի խորքը։ Փրկարարները անմիջապես մեկնել են դեպքի վայր, 8 լողորդ գտել են աղջիկներին։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել։ Մասնագետները հերթական անգամ նախազգուշացնում են լողափի այցելուներին, պետք է միշտ հետևել ծովի վիճակին։ Հորդորում են ստուգել մակընթացության աղյուսակը և միշտ իմանալ արագ վերադառնալու պահեստային ճանապարհը, եթե հանկարծակի վրա հասած ալիքը փակի վերադարձի հիմնական ճանապարհը։ Արջը քնած տղայի վրա հարձակվել է անմիջապես իր ննջասենյակում, գիշատիչը ջարդել է պատուհանի ցանցը և վիրավորել երիտասարդին։ Դեպքը եղել է Քրեսթլայնում, Կալիֆոռնիայում։ Աղմուկից սենյակ մտած մայրը կաթսայի հարվածներով վախեցրել է արջին, իսկ երբ գիշատիչը փախել է, նա որդուն տարել է հիվանդանոց։ Քրեսթլայնի բնակիչները վախենում են, քանի որ արջերը հաճախ են այցելում։ Տեղացիները նշում են, որ կենդանիներն այժմ քիչ են վախենում մարդկանցից։ Մասնագետները հորդորում են մարդկանց զգուշանալ և հեռացնել բոլոր գրավիչ առարկաները տան շրջակայքից։ Խոսքը վերաբերում է հատկապես աղբամաններին, որոնք գրավում են սնունդ փնտրող կենդանիներին։ Ֆլորիդայում մի երիտասարդ ընտանիք անսպասելի խնդրի է բախվել, ծնողները պարզել են, որ իրենց դուստրը կենսաբանորեն իրենցը չէ։ Կլինիկան սաղմերը շփոթել էր։ Ծնողները սպիտակամորթ են, իսկ երեխան հարավասիական ծագման։ Նրանք դիմել են դատարան։ Հետաքրքիրն այն է, որ գտնվել են նաև երեխայի կենսաբանական ծնողները։ Ակամա ծնողներն ու կենսաբանական ծնողները համաձայնության են եկել երեխայի խնամակալության շուրջ։ Երեխան կմնա նոր ծնողների մոտ, իսկ կենսաբանական ծնողները նրա հետ կապերը կպահպանեն։ Փոխարենը լուրջ խնդիր ունի կլինիկան, որտեղ գրանցվել է այս դեպքը։ Չի բացառվում, որ երկու ընտանիքներն էլ դատական հայց ներկայացնեն հուշհաստատության դեմ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ կպատմի Ամերիկայի մայր ճանապարհի մասին։ Բարև ձեզ, ԱՄՆ-ում կա ճանապարհ, որի մասին երգեր են գրվել, ֆիլմեր են նկարահանվել ու միլիոնավոր մարդիկ երազել են անցնել այն։ Դա Road 66-ն է։ Սա պարզապես ավտոմայրուղի չէ, սա ամերիկյան ճանապարհորդության գլխավոր խորհրդանիշն է, որտեղ կարևոր է ոչ միայն վերջնակետը, այլև ամբողջ ճանապարհը։ Առանց չափազանցության մոտ 4000 կիլոմետր պատմություն, հին նեոնային ցուցանակներ, փոքր քաղաքներ, մի խոսքով հին ու բարի Ամերիկան։ Road 66-ը պաշտոնապես հիմնադրվել է 1926 թվականի նոյեմբերի 11-ին ԱՄՆ առաջին դաշնային մայրուղիների համակարգի շրջանակում։ Այն միացրել է Իլինոյս նահանգի Չիկագոն և Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկան, անցնելով 8 նահանգով։ Նախագծված երկարությունը կազմել է 2448 մղոն կամ մոտ 3940 կիլոմետր։ Ամբողջ ճանապարհը վերջնականապես ասֆալտապատվել է 1938 թվականին։ Սկզբում Road 66-ը ստեղծվել է շատ գործնական նպատակի համար։ Այն պետք է կապեր մեծ ու փոքր քաղաքները, գյուղատնտեսական շրջանները և արդյունաբերական կենտրոնները։ Բայց շուտով ճանապարհը դարձավ ավելին, քան տրանսպորտային ուղի։ Այստեղով մարդիկ տեղափոխվում էին աշխատանքի, նոր կյանքի և նոր հնարավորությունների հետևից։ Ինչ-որ առումով այն դարձել էր ամերիկյան երազանքի ճանապարհը։ 1930-ականների տնտեսական ճգնաժամի և հայտնի Dust Bowl փոշե փոթորիկների ժամանակ այն փրկության ճանապարհ էր։ Հազարավոր ընտանիքներ Road 66-ով շարժվեցին դեպի արևմուտք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճանապարհը կարևոր դեր ունեցավ ռազմական բեռների և զորքերի տեղաշարժի գործում։ Հետպատերազմյան շրջանում այն դարձավ ամերիկյան ավտոզբոսաշրջության գլխավոր երակներից մեկը։
Ճանապարհը անցնում է Իլինոյս, Միսսուրի, Կանզաս, Օկլահոմա, Թեքսաս, Նյու Մեքսիկո, Արիզոնա եւ Կալիֆոռնիա նահանգներով։ Road 66-ի երկայնքով ձևավորվեցին հարյուրավոր մոթելներ, սրճարաններ, բենզալցակայաններ եւ ճանապարհամերձ բիզնեսներ։ Շատ հետազոտողներ այն համարում են ամերիկյան ավտոմոբիլային մշակույթի շարժիչը։ Road 66-ի մթնոլորտն ու կերպարները հետագայում ոգեշնչել են նաեւ Cars անիմացիոն ֆիլմի ստեղծողներին։ Road 66-ի մասին խոսելիս անհնար է շրջանցել դրա մշակութային ազդեցությունը։ Ճանապարհը դարձել է երգերի, գրքերի ու հեռուստատեսային նախագծերի հերոս։ 1946 թվականին գրված Road 66 երգը, որը հայտնի դարձրեց Nat King Cole-ը, մինչև օրս համարվում է ճանապարհի ոչ պաշտոնական հիմնը։ Իսկ John Steinbeck-ի The Graves of Wrath վեպում այն ներկայացվում է որպես հույսի եւ նոր կյանքի ճանապարհ։ 1960-ից 64 թվականներին հեռարձակված Road 66 հեռուստասերիալն էլ միլիոնավոր մարդկանց սիրելի էր դարձել։ 1985 թվականին Road 66-ը հանվեց ԱՄՆ պաշտոնական մայրուղիների ցանկից, այն փոխարինվեց նոր արագընթաց միջնահանգային ճանապարհներով, բայց ամենահետաքրքիրը սկսվում է հենց դրանից հետո։ Ճանապարհը չանհետացավ, այն վերածվեց կենդանի թանգարանի, որտեղ մարդիկ գալիս են ոչ թե շտապելու, այլ հանգստանալու համար։ Այսօր Road 66-ի մեծ հատվածները պահպանված են որպես պատմական երթուղի։ Ճանապարհորդները կարող են տեսնել հին մոթելներ, վինտաժ բենզալցակայաններ, թանգարաններ եւ տասնամյակների պատմություն կրող փոքրիկ քաղաքներ։ ԱՄՆ ազգային պարկերի ծառայությունը Road 66-ը ներկայացնում է որպես ամերիկյան մշակույթի եւ ճանապարհորդության կարևոր ժառանգություն։ Այս երթուղին գրավիչ է հատկապես նրանց համար, ովքեր սիրում են դանդաղ ճանապարհորդել։ Այստեղ մարդիկ հաճախ չեն սահմանափակվում 1-2 օրով։ Road 66-ի ամբողջական անցումը սովորաբար տևում է 2-ից 3 շաբաթ, իսկ շատ ճանապարհորդներ այն բաժանում են առանձին փուլերի, յուրաքանչյուր կանգառը մանրամասն բացահայտելու համար։ Ճանապարհի երկայնքով կարելի է տեսնել Արիզոնայի անապատները, Նյու Մեքսիկոյի պատմական բնակավայրերը, Օկլահոմայի դասական ճանապարհամերձ հուշարձանները, Իլինոյսի հին քաղաքները եւ Սանտա Մոնիկայի խաղաղօվկիանոսյան ափը։ Զարմանալի չէ, որ Road 66-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների 2026 թվականին հազարավոր այցելուներ են ներգրավում տարբեր նահանգներում։ Road 66-ի տարեկան այցելուների ճշգրիտ միասնական վիճակագրություն գոյություն չունի։ Ճանապարհը անցնում է 8 նահանգով, բազմաթիվ անկախ զբոսաշրջային գոտիներով եւ դժվար է ճշգրիտ հաշվարկ պահել, բայց կարող ենք վստահ լինել, ամեն տարի միլիոնավոր մարդիկ են անցնում ամերիկյան երազանքի այս ճանապարհով։ Իդեպ, եթե դուք եք նրանց թվում, ապա մեկնաբանություններում գրեք ձեր անձնական տպավորությունների մասին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։